Բարև ձեզ, ես Գոհար Փարսադանյանն եմ, Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի խորհրդի անդամ։ Այսօր կխոսենք ֆինանսական հաշվետվությունների հրապարակման, ինչպես նաև կազմակերպության գլխավոր հաշվապահին ներկայացվող պահանջները խախտելու դեպքերում կիրառվող վարչական տուգանքների չափերում փոփոխությունների մասին։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն 2025 թվականի ապրիլի 11-ից կտրուկ բարձրացվում են ֆինանսական հաշվետվությունների ներկայացման և հրապարակման ընթացակարգերը խախտելու, ինչպես նաև կազմակերպություններում գլխավոր հաշվապահի աշխատանքի ընդունման օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելու դեպքերում ներկայումս սահմանված վարչական տուգանքների չափերը։ Օրենսդրությամբ սահմանված դեպքերում կամ ժամկետներում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք չհրապարակելը առաջացնում է տուգանքի նշանակում 150,000 դրամի չափով, մինչև բարձրացումը սահմանված 50,000 դրամի փոխարեն։ 150,000 դրամի չափով վարչական տուգանքը նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո 30 օրվա ընթացքում խախտումները կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում 1,500,000 դրամի չափով, մինչև բարձրացումը սահմանված 500,000 դրամի փոխարեն։ Իսկ 1,500,000 դրամի չափով վարչական տուժը նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո 30 օրվա ընթացքում խախտումները կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում 4,500,000 դրամի չափով։ Կարևոր է նկատի ունենալ, որ նշված տուգանքները կիրառվում են նաև ֆինանսական հաշվետվությունների հրապարակման, ինտերնետային կայքի հղումը, հասցեն, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանոթությունների պաշտոնական, ազդարար եմ ինտերնետային կայքում չհրապարակելու կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չտրամադրելու դեպքերում։ Հաշվապահական հաշվառման մասին օրենքով սահմանված հանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր, միջին, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին օրենքով նախատեսված, կառավարության սահմանած հանրային հատվածի կազմակերպություններում օրենսդրությամբ սահմանված պահանջները չբավարարող գլխավոր հաշվապահի աշխատանքի ընդունելը առաջացնում է տուգանքի նշանակում 100,000 դրամի չափով, մինչև բարձրացումը սահմանված 50,000 դրամի փոխարեն։ Նշված վարչական տուժը նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո 30 օրվա ընթացքում խախտումը կատարելը կամ խախտումը չվերացնելը առաջացնում է տուգանքի նշանակում 1 միլիոն դրամի չափով, մինչև բարձրացումը սահմանված 250,000 դրամի փոխարեն։ Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2025 թվականի ապրիլի 11-ից և կիրառվելու են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված վարչական բարույթների վրա։ Պարզաբանում է փորձագետը ծրագրի նպատակը հանրության իրավական իրազեկվածությունն է։ Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի գրասենյակ, այցելելով քաղաք Երևան, Վաղաշ Վաղաշյան 12, Ակցերնի շենք 5-րդ հարկ, կամ զանգահարել 011 60 0000, 041 60 00 90 հեռախոսահամարներով։